Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար եւ զրույցը սկսենք Մայրաթորի դեմ Նիկոլ Փաշինյանի գրոհից 3 տեսանք բազմաթիվ քաղաքացիներ ի սատարումն ամենայն հայոց կաթողիկոսի զվարթնոցում էին եւ հնչեց նաեւ Վեհափար Հայրապետի խոսքը, որը զուսպ էր եւ ըստ էության նաեւ կոչ էր չտրվել էմոցիաներին։ Գարեգին երկրորդը հոյակապ հասկանում է, հավանաբար, թե ինչի է ուղղված Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, դրա համար եկեղեցին այո իրեն պահում է բավականին զուսպ, ինչը ճիշտ քաղաքականություն է, որովհետև ես բազմաթիվ անգամ բացատրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը լուծում է քաղաքական խնդիրներ, այդ քաղաքական սխեման կոչվում է բաժանիր եւ որ տիրես, հայտնի այդ սխեման է, որը աշխատում է եւ այդ սխեման եկեղեցու դեմ դրա կիրառումը կարող է ունենալ շատ ծանր հետևանքներ ոչ միայն եկեղեցու առումով, այլ նաեւ պետության, ազգի առումով եւ այս առումով եկեղեցին իր 1700-ամյա պատմության ընթացքում ինքը հիմնականում փորձել է, այսպես ասած, զուսպ քաղաքականությամբ իրավիճակներից դուրս գալ եւ այդ քաղաքականությունը ինքը շարունակում է, որովհետեւ նայեք Նիկոլ Փաշինյանի նպատակը ինչն է, որպեսզի ինքը արեց քայլ, դիմացինը ինչ քայլ էլ անի, ավելի ընկղմվի ճահճի մեջ, վերցնի պասը այսպես։ Չէ, դե գիտեք ոնց է, բաժանիր եւ տիրիրի, այդպես ասած, մոդելի մեջ դու պետք է առավելագույնը այդ, գիտեք, բախումը ինքը հանգեցնում է բաժանումների ավելի մասնատումների եւ հենց դա Նիկոլ Փաշինյանի նպատակներից մեկն է։ Չէ, նայեք, մասնատել եւ այդ մասնատման պարագայում փորձել լուծել բացի եկեղեցու վրա վերահսկողություն սահմանելուց, լուծել նաեւ 2026 թվականի ընտրությունների հարցը։ Վերջի վերջո, գիտեք ոնց է, հենց որ դու առավելագույնը դաշտը պղտորում ես եւ բազմաթիվ խմբերի կարողանում ես հագցնել իրար, դրա արդյունքում լինելով, ասենք, պետության ղեկավար, ունենալով պետական լծակներ, իրավապահ մարմիններ, ԱՕՑ եւ այլն, դու կարողանում ես առավելագույնը օպերատիվ, այսպես ասած, այդ գործընթացը քո համար կառավարել։ Այսպես ասած, ստեղծել կառավարելի քաոս ընդհանուր հասարակության մեջ եւ քո ուզած ձկները մեջից բռնել։ Հասկանալի է եւ Փաշինյանի գործողությունների հնարավոր սցենարները արդեն կարող ենք քննարկել դատելով իր գրառումներից, դատելով այն ծրագրից, որ ունի, ինչ որ խմբեր է առաջարկում ստեղծել եւ մինչեւ իր այդ գրառումը նրա թիմակից Վահագն Ալեքսանյանը ասել էր, որ չի բացառվում հենց Փաշինյանն ինքը ղեկավարի այդ խմբերը, այսինքն անոնսել էր նրա այդ գրառումը, ինչ խմբերի մասին է խոսք լինել։ Դե իր մոտ գիտեք հայտնի այդ մոդելներն են, դեռ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ էլ չէ, կազմեք 30 հոգյանոց ջոկատներ տնից վերցեք, հիմա էլ ուրեմն մնում է որ հայտարարի, որ այդ խմբերը տնից կարող են վերցնել Աստվածաշունչն ու փիլոնը, եթե ունեն տունը փիլոն, եւ այդ փիլոններով ներկայանան, ինչ որ ասենք խմբապետներ ընտրեն եւ շարժվեն Էջմիածին։ Դեք իր պրիմիտիվ մոդելներն է, խնդիրը ինքը չի։ Խնդիրը այստեղ թե եկեղեցին ինչպես իրեն կդրսևորի։ Օրինակ, նայեք, որպեսզի եկեղեցին առավել խուսափի բախումներից եւ Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկելուց, որովհետեւ հենց ինչ որ առումով, նայեք, եթե դու կոշտ քայլերի ես դիմում, բայց դա կարող է հանգեցնել բախումների, չէ, դա հենց Նիկոլ Փաշինյանի այդ մասնատման ցանկությունն է։ Առավել եւս, նայեք, ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը այս առումով նաեւ փորձում է նախանշել իր համար ընդունելի ընդդիմությունը։ Հասկանում եք, օրինակ հենց որ դու նորից եմ կրկնում պետություն ես, ԱԱՑ-ն քո ձեռնա, դու կարողանում ես այնպես կառավարել, որ այդ իբր եկեղեցին պաշտպանելով, բայց ձևավորվում է այնպիսի ընդդիմություն, որը քո համար 2026 թվականին կլինի ընդունելի։
Հիմա հավանաբար հենց դրանով էր նաև պայմանավորված 3 Գարեգին երկրորդի, այսպես ասած, զուսպ խոսքը։ Իսկ թե ինչ կարող է անել եկեղեցին, օրինակ ես 3 մի հատ գրառում էի արել, որտեղ առաջարկել էի, որ եկեղեցին օրինակ կարող է, ես չեմ ասում հասցնի ավարտին, բայց նախաձեռնի կամ անոնսավորի, որ Նիկոլ Փաշինյանի ու իր այսպես ասած մանկլավիկների կողմից որևէ ոտնձգության շարունակության դեպքում ինքը կարող է սկսել հայ առաքելական եկեղեցու այսպես ասած կառավարման մարմինը Հայաստանից տեղափոխելու գործընթաց։ Դες հիմա գիտեք ոնց է կարելի է գտնել այդպիսի տեղեր։ Ես չեմ ասում դա հասցնել ավարտի, բայց դուք հասկացեք դրա հետևանքը։ Վերջի վերջո հայ առաքելական եկեղեցին այնպես չի որ մշտապես, այսպես ասած, վաղարշապատում էջմիածնում է գործել։ Բայց տեսեք, պարոն Կիվիրյան, այս վիճակում ներողություն կշարունակեք Նիկոլ Փաշինյանին դա միգուցե հրաշալի նվեր չէ, դա հրաշալի չի։ Հաշվի առնելով այն հավակնությունները, որ Փաշիզադեն էր հայտնել հենց էջմիածին։ Դա ուրեմն դուք դրա հետևանք ուղղակի չեք պատկերացնում։ Նայեք, հայ առաքելական եկեղեցին իր 1700-ամյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամ փոխել է իր նստավայրը։ Օրինակ Էջմիածին ինքը վերադարձավ, կարելի է ասել, վաղարշապատ վերադարձավ, եթե հիշողությունը չի դավաճանում, Կիլիկիայից 1441 թվականին։ Մինչ այդ ինքը դրանից առաջ Կիլիկիայում էր, դրանից առաջ այլ վայրերում է գործել։ Եվ Էջմիածինում իր հաստատվելը, գլխամասի հաստատվելը ուրեմն հանգեցրեց նրան, որ վերջի վերջո պետականությունը վերականգնվեց այս տարածքում, ինչի, որովհետև 1915 թվականից հետո փախստականները, այսպես ասած, սկսեցին կուտակվել հոգևոր վայրի շուրջ, որովհետև որպես այդպիսին քաղաքական արդեն միավորների նկատմամբ կարելի ասել հավատը ընդհանրապես կորել էր։ Եվ դա հանգեցրեց այս տարածքում, կոնկրետ այս տարածքում պետականության վերականգնման։ Հիմա նայեք, եկեղեցին շատերը հասկանում են շենք, շինություն։ Եկեղեցին դա ինստիտուտ է, դա ցանցային կառույց է։ Գլխամասի տեղափոխումը բացարձակ չի նշանակում, որ հայ առաքելական եկեղեցին այս տարածքում չի գործելու։ Այսինքն իր բոլոր թեմերը մնում են, իր այսպես ասած գործունեությունը մնում է, բայց կառավարման մարմինը եթե դուրս է գալիս, որովհետև նայեք, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, եթե պատկերացնենք ինքը հասցնի այս գործընթացը ավարտին։ Սա շատ վտանգավոր, գիտեք, պառակտման սկիզբ է։ Ընդ որում ոչ միայն հասարակական, նաև եկեղեցական։ Դե նա ուզում է այդ պառակտիչ հատիկը տանել ներս։ Նայեք, միտքս ավարտեմ, նայեք, դարերի ընթացքում եւ հայ առաքելական եկեղեցու հետ էլ, ասենք, դուք կգտնեք տասնյակ նմանատիպ դեպքեր, որ տեղի են ունեցել։ Գիտեք, պատմության ընթացքում իշխանավորները միշտ էլ ձգտել են եկեղեցին վերցնել իրենց վերահսկողության տակ, եւ եթե իրանք դիմել են նման քայլի, դա հանգեցրել է նրան, որ միշտ առաջացել են եկեղեցու մեջ թևեր, այսինքն կամ իշխանավոր իր նախընտրելի տեխնացուին է դարձել կաթողիկոս, բայց դա չի բացառել նրան, որ մի այլ տեղ այդ նույն ձևավորվի նոր կաթողիկոսարան։ Առավել եւս հայ ժողովրդի պատմության ընթացքում նայեք, մենք ունեցել ենք 4 կաթողիկոսություններ։ Կիլիկիո, Աղթամարը, Գանձասարը, Էջմիածինը։ Այսօրվա դրությամբ անգամ այդ, գիտեք ոնց է, դրա արձագանքները, որ դեռ Կիլիկիոն կա, Աղթամարը եւ Գանձասարի կաթողիկոսարանները չկան, դեռ մնացել են։ Այսինքն իհարկե երկու Էջմիածինն էլ Կիլիկյան էլ այդ հարցում բավականին զուսպ են, զգույշ են եւ չեն շահարկում այն որ կա երկու հարց, բայց գլոբալ առումով այդ հայոց պատմությունից անգամ այսպես պառակտումը մնացել է դեռ։ Հիմա պատկերացրեք նոր պառակտում։ Դա այսպես ասած ծանրագույն հետևանքներ կարող է առաջացնել։ Դրա համար եկեղեցին պետք է այնպիսի կտրուկ քայլեր դիմի, որ եթե պատկերացրեք եկեղեցին նախաձեռնում է, անոնսավորում է նման, այսպես ասած քայլ,
Նիկոլ Փաշինյանը ամբողջ աշխարհի աչքում ինքը դառնում է իզգոյ մի մարդ, որի տարածքից, այսպես ասած, հալածվելու արդյունքում, հալածվելու փորձի արդյունքում եկեղեցին փորձում է իր գլխամասը հանել։ Այսինքն ինքը վերջի վերջո դարեր շարունակ իշխանությունը դա ինչ որ առումով, այսպես ասած, աստծո տրված բան է, հասկանում եք, այդտեղ խորը փիլիսոփայություն կա, ես չեմ ուզում հիմա այս եթերում դրա մեջ խորանալ, եւ Նիկոլ Փաշինյանի ձեռքից կարելի ասել ինքը դառնում է իզգոյ։ Դրա համար նման քայլերի, ես չեմ ասում ավարտը, բայց անոնսավորումը շատ ավելի արդյունավետ կարող է լինել, որպեսզի եկեղեցին փորձի ստիպել քաղաքական իշխանություններին խելքի գալ։ Քան թե ասենք տարբեր խմբեր հանել իրար դեմ, ընդ որում հենց Գարեգին II հոյակապ հասկանում էր եւ դրա համար ինքը կոչ էր անում միասնականության, որովհետեւ եկեղեցին իր 1700-ամյա պատմության ընթացքում հոյակապ հասկանում է, թե դա ինչի կարող է հանգեցնել։ Այս վիճակում, պարոն Կիվիրյան, երբ երկիրը այսպես ասենք, հայ իմունիտետի խնդիր ունի անվտանգային տեսանկյունից արտաքին, փաստորեն Նիկոլ Փաշինյանի նպատակը նաև ներսում ստեղծել խնդիրներ ձեր նկարագրած պարակտիչ գործունեության արդյունքում եւ հրահրել բախումներ, որովհետեւ ուղղակի անկանխատեսելի կարող է լինել այն սցենարը, որը պլանավորում է իշխանությունը, եթե ինչ որ խումբ գնա մայրաթոռ եւ փորձի, ինչպես ինքն է ասում, ազատել վեհարանը։ Նայեք, Նիկոլ Փաշինյանին պետությունը ու ազգը երբեք չեն հուզել։ Վերջի վերջո արձանագրենք, որ իր իշխանության օրոք հայոց երկրամասի մի տարածքը հայաթափվել է Արցախը։ Դրանից այսպես դա ծանրագույն, այսպես ասած, ազգի պետության դեմ գործած մեղքերից մեկն է։ Ուրեմն իրեն միմիայն հետաքրքրում է իշխանությունը, պահել իշխանություն ամեն գնով եւ քանի որ ինքը ակնհայտորեն ունի խնդիր 2026 թվականի ինքը լուծում է այդ խնդիրը, որ առավելագույնը մասնատման եւ տարբեր խմբեր իրար դեմ հանելու արդյունքում ինքը կարողանա, այսպես ասած, վերարտադրվել 26 թվականին։ Նայեք, եկեղեցում, այսպես ասենք, մաքրությունը իրեն որևէ առումով իրականում չի հուսել, որովհետև եթե օրինակ իրան դա հուսեր, նայեք, ես ինքս միշտ դեմ եմ եղել այդ հարցի շահարկմանը, բայց մամուլում դուք վերջի տարիներին կգտնեք բազմաթիվ հոդվածներ, երբ իր նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի առումով նշվում էր, որ այդ մարդը կուսակրոնությունը խախտած հոգևորականի զավակ է։ Կարող ենք տալ, բոլորը գիտեն։ Նայեք, բոլորը գիտեն, ես ինքս նորից եմ ասում, ես երբեք դա չեմ շահարկել ու ես դեմ եմ նման շահարկման, բայց ես ընդամենը դա բերում եմ որպես այն օրինակը, որ Նիկոլ Փաշինյանին եկեղեցու մաքրությունը երբեք չի ուզել։ Եթե իրեն դա հուզեր, ինքը այն ժամանակ կամ մինչև պաշտոնի նշանակումը, կամ այդ ընթացքում կդներ այդ երիտասարդի հոր, այսպես ասած, եկեղեցու պաշտոնանկության հարցը, հասկանում եք։ Այսինքն նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանը ոչ թե այսօր լուծում է, այսինքն իրեն հետաքրքրում է այդ հոգևորը, իրեն մաքրությունը։ Գիտեք, ինչ որ մանկամիտներ կան, ինչ որ մանկամիտներ կան, եւ դրա համար եմ ես այս պարզագույն օրինակները բերում։ Թե չէ պարզ է, որ ասենք հասարակության գիտակից հատվածը հոյակապ հասկանում է սա։ Այսինքն այս կապակցությամբ այն, որ Նիկոլ Փաշինյանը այս հարցերը բարձրացնում է հիմա, ընտրություններից առաջ, բարձրացնում է այս տեսքով, օրինակ նորից եմ ասում, նայեք, եթե իրեն դա մի անգամ էլ ասեմ հուզեր, նմանատիպ հարցերը, օրինակ տարիներ շարունակ այլ կերպ են միշտ լուծվել, տարբեր երկրներում, օրինակ, նայեք, սովետական իշխանության ժամանակ, Սովետական իշխանությունը այնպես չի, որ եկեղեցին այս կամ այն ձևով չէր փորձում վերահսկել, բայց դա ինքը չէր անում հրապարակային։
Մեկ հասարակությունը չէր իմանում։ ԱԱՑ-ն հենց դրա համար է, որպեսզի աշխատեն ոչ հրապարակային։ Իսկ եթե դու դա դարձնում ես հրապարակային կերպով, հրապարակային դաշտ ես նետում, հոյակապ հասկանալով դրա հետևանքները, որ այսօրվա դրությամբ արդեն առաջացել է այնպիսի մի վիճակ, որը սպառնալիք է եւ հայ առաքելական եկեղեցու համար, եւ պետության համար, եւ ազգի համար, որ ուղղությունով էլ այսօր իրավիճակը գնա, ընդամենը խոսք է գնալու, այսպես ասած, մեծ կորուստների եւ փոքր կորուստների միջեւ, վատի եւ այո, վատագույնի միջեւ, հասկանում եք։ Այսինքն վատի ու լավի խնդիր այս պահին էլ չկա։ Պարոն Կիվիրյան, եւ ներքաղաքական նաեւ գործընթացներ կան այս ամենի համատեքստում։ Ըստ էության մենք երեք նաև դրա ականատեսը եղանք, երբ մարդկանց բազմությունը գնաց դիմավորելու կաթողիկոսին, որը վերադառնում էր Հայաստան, ռիսկ կա, որ ինչ քաղաքական խմբեր կարող են այս ալիքը փորձել հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին եւ ըստ էության եկեղեցին ինչ որ առումով օգտագործել իրենց քաղաքական շահերի համար։ Իհարկե այդ ռիսկը կա, այդ փորձը կլինի միանշանակ, քաղաքական ուժերը միշտ էլ փորձում են իրանք էլ այսպես ասած առիթ, ոնց որ Նիկոլ Փաշինյանն է, բարձր որ ասենք ընդդիմության մեջ էլ կգտնվեն հաստատապես ուժեր, որոնք կփորձեն այս իրավիճակը առավելագույնը օգտագործել։ Իրենց էլ բացարձակ չի հետաքրքրում եկեղեցու հետ ինչ կլինի կամ չի լինի։ Հենց դրանով է պայմանավորված, նորից եմ կրկնում, Գարեգին II-ի այդ զգուշավոր հայտարարությունները։ Եվ ես արդեն իսկ ասեցի, որ ես սրա մասին գրել եմ մի 3-4 օր առաջ, կանխատեսելով այս օրը, կարող եք Facebook-ում իմ այդ գրառումը գտնել, որ Նիկոլ Փաշինյանը այս քայլերով նաև նախ փորձելու է նախանշել այն ընդդիմադիր ուժերին, որը ինքը կնախընտրի տեսնել։ Այսինքն այս գործընթացը եթե շարունակվի, իրենք կկարողանան, այսպես ասած, ինչ որ ընդդիմություն, իհարկե, մեջները կարող են լինել, գիտեք ոնց է, բոլորի մասին չի խոսքը։ Մեջները կարող են լինել, օրինակ, ոնց որ այդ հավաքված զանգվածի մեծ մասը դա ազնիվ մարդիկ են, որոնք ազնիվ նկատառումներից են ելել, բայց հենց որ ասենք ձևավորվի բեմ, ձևավորվի հարթակ, ձևավորվի բարձրախոս, այդ մարդկանցից ոչ մեկը ոչ հարթակում կլինի, ոչ բարձրախոսը իրան ձեռը կլինի, այլ բարձրախոսը եւ հարթակը կլինի այն մարդկանց ձեռը, ում կոժանդակի, այսպես ասած, ոչ հրապարակային իհարկե ստվերային առումով ԱԱՑ-ն կամ այլ ուժեր։ Եվ անդրադառնանք իմպիչմենտի գործընթացին, այս օրերին նաև այդ մասին է ակտիվ քննարկում ծավալվում, երկու խմբակցությունները այսօր պիտի բանակցություններ սկսեին այդ հարցի առնչությամբ, կա արդեն առաջադրված թեկնածու ու ունենք իրավիճակ երկրում, երբ իշխանության վարկանիշը շատ ցածր է, բոլոր սոցհարցումներով Փաշինյանը, այսպես ասած, վարկանիշի գահավիժում ունի, երկրում ատելության լուրջ տրամադրություններ կան նրա նկատմամբ, արդյոք սա հող է այդ գործընթացը հաջողությամբ ավարտելու համար, նախ մեկնարկելու իհարկե։ Նիկոլ Փաշինյանը նման գործընթացի արդյունքում կարող է հեռանալ միմիայն, եթե 2018 թվականի նման, ինչ որ մեկը ոնց որ իրենց սկուտերի վրա հանձնեց իշխանությունը, հիմա ինքն էլ պայմանավորվածությունների, նախորդ պայմանավորվածությունների, այսպես ես չեմ ասում ինքը կհանձնի, ասում եմ կարող է լինել։ Ես բացարձակ որևէ, այսպես ասած, բացարձակ վստահ, ավեշուտ վստահ եմ, որ ինքը այդ քայլին իհարկե չի գնա, բայց իրան որոշակի գործընթացներ պետք են։ Օրինակ նայեք, եթե մենք հետևում ենք վերջի զարգացումներին, ինչն էր պակասում impeachment-ին պակասում էր, գիտեք, թեկնածուն պարզե որ կհայտնվեր։ Սերժ Սարգսյանը միշտ էլ իր, այսպես ասած, գրպանում ունի նմանատիպ թեկնածուների պաշար։ Այստեղ պակասում էր փողոցը։ Եվ Նիկոլ Փաշինյանը այս վերջի օրերին սրելով իրավիճակը, օրինակ երեկ էլ ցույց տվեց, որ ինքը պատրաստ է իրանց համար այդ փողոցը ապահովել։
Փաշինյանը ապահովել փողոցը։ Նիկոլ Փաշինյանը Այսինքն դուք կապ եք տեսնում այս երկու դուք ինչա մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանը 1-ից 2 քայլ չի կարողանում հաշվարկել ու չի հասկանում, որ ինքը հատուկ այս իրավիճակը սրելով դա հանգեցնում է փողոցի։ Ինչ է շահում Փաշինյանը։ Այդ ես դրա մասին խոսացի, մասնատիր, որ տիրես։ Այս process-ների ընթացքում ինքը հոյակապ կերպով իրականացնում է այդ մասնատման գործընթացը, որպեսզի 26-ին փորձի։ Այսինքն մասնատում է ընդդիմությունը։ Չէ, բոլորին, գիտեք, ինքը բոլոր խմբերին հանում է իրար դեմ։ Եթե այսօր դուք ուշադիր նայում եք, խումբ չկա, որ չի փորձում մյուսի դեմ դուրս գալ։ Մեկը մի ամպլուայի մեջ, մյուսը այլ ամպլուայի մեջ, հասկանում եք։ Եվ այս պարագայում Նիկոլ Փաշինյանը հավանաբար հաշվարկում է, որ եթե ինքը ստեղծում է կառավարելի քաոս, ապա կառավարելի քաոսը իրեն կոժանդակի 26 թվին վերարտադրել։ Բայց երաշխիքը ո՞րն է, որ կառավարումից դուրս չի գա այդ քաոսը։ Գիտեք ոնց է, քաղաքականության մեջ միշտ էլ այդ ռիսկերը, վտանգները կան։ Այստեղ ամեն ինչը կախված է, թե ուրեմն ուժային կառույցները ինչ հավատարմությամբ կիրականացնեն իրենց գործառույթները Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որովհետև այդ գործընթացները իշխանությունը կարողանում է իրականացնել, եթե ինքը կարողանում է հիմնվել ԱԱԾ-ի եւ ոստիկանության վրա։ Ձեր դիտարկումներով հիմա այդ մասով ունենք հնարավորություն ճակ տեսնելու այդ համակարգերում։ Նայեք, այն որ օրինակ վերջերս նույն ներքին գործերում շատ կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ, հենց ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, փորձում է թույլ չտալ որևէ ճաքեր, խնդիրներ եւ ավելի փորձում է ուժային կառույցները կոնսոլիդացնել։ Եվ արտաքին գործոնը, ադրբեջանական գործոնը, սպառնալիքը, որը Բաքուն շարունակաբար պահում է, Հայաստանի գլխին, չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը արդեն քանի տարի է այս ժողովրդին խաղաղություն է խոստանում, ինչ ազդեցություն կարող են ունենալ գործընթացների։ Դե նայեք, Նիկոլ Փաշինյանը, սկսենք սկզբից, այս ժողովրդին այո պետք է խաղաղություն, բայց Նիկոլ Փաշինյանը հենց այդ է, որ չի կարողանում ապահովել այդ խաղաղությունը։ Եվ չկարողանալով ապահովել իրական խաղաղություն, ինքը փորձում է ստեղծել է ինչ-որ խաղաղության սիմուլյակր, կեղծ խաղաղություն։ Եվ այդ պարագայում այս պահի դրությամբ Բաքուն, Անկարան, ավելի շատ Բաքուն է ավելի շատ խառնվում այդ ներքաղաքական հարցերին, Բաքուն արդեն ձևավորվել է մի այնպիսի մոդել, որ ինքը կարողանա առավելագույնը ազդել Հայաստանի ներքաղաքական process-ների վրա։ Եվ կարելի ասել, որ ինքը ազդում է։ Այսինքն ճնշումներով պարտադիր չի ճնշումներով, ախր պարտադիր չի ամեն ինչը դու ճնշմամբ լինի կամ ասենք լինի հրապարակային։ Օրինակ, նայեք, պատկերացրեք մի իրավիճակ, ինքը ուզենա ձերբազատվել Նիկոլ Փաշինյանից։ Բավական է Իլխամ Ալիևը միջազգային բոլոր հարթակներում հայտարարի, որ ինքը որևէ բանակցություն խաղաղության առումով Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ չի վարելու եւ վստահ եղեք, որ արտաքին բոլոր խաղացողները կստիպեն Հայաստանի ներկայիս իշխանություններին հեռանալ, որպեսզի չստեղծեն պատերազմական իրավիճակ։ Օրինակ մի մեխանիզմ դա է։ Նմանատիպ տարբեր մեխանիզմներ կան ազդելու process-ների վրա։ Հավատացեք, որ Բաքվի իշխանությունները այդ գործընթացներին տիրապետում են, երբ կրակել, երբ չկրակել, երբ ասենք ինչ որ խաղաղության ռևերս անել կամ հետ քայլ անել։ Իրենք հոյակապ դա հասկանում են եւ ստեղծվել է մի իրավիճակ 2020 թվականի երկրորդ պատերազմից եւ դրանից հետո բխող զարգացումներից հետո հենց որ Բաքուն կարողացել է Հայաստանի նկատմամբ, այսպես ասած, ձևավորել կարող է կոպիտ հնչի, բայց ինչ որ առումով գերիշխանություն եւ ինքը այս իր դերը փորձել է ամեն գնով պահել եւ բաց չթողնել։ Քանի դեռ կա Նիկոլ Փաշինյան վարչապետը։ Գիտեք, հավատացեք, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հենց որ հեռանա, այնպես չի որ Բաքուն հետ կկանգնի։ Այլ հարց է դրանից Նիկոլ Փաշինյանից հետո ինչպիսի իշխանություն կլինի, բայց հավատացեք, որ այդ իշխանությունն էլ առաջի փուլում կտրուկ քայլերի երբեք չի հանդգնի գնալ։ Անգամ եթե լինի, ասենք, այսպես ասած Նիկոլ Փաշինյանից տարբերվող քաղաքականություն ինքը վարի,
ինքը դանդաղ քայլերով փորձել է գնալ ժամանակ առաջ։ պիտի շահի։ Նայեք, օրինակ նույնը նայեք Արցախյան առաջի պատերազմից հետո 94 թվականից հետո Հայաստանը երբեք Բաքվի այսպես վրա գերիշխանություն չի փորձել ձևավորել, հասկանում եք, անգամ ոչ թե փորձ է կատարել, չի ստացվել, անգամ չի էլ ռիսկ արել մտնել այդ դաշտ։ Իսկ Ադրբեջանը շատ այսպես արդյունավետ կերպով միանգամից, այսպես ասած, հասկացել է, որ պարագայում ինքը կարող է այսպես վերջնականապես լուծել հայկական հարցը։ Եվ այդ քաղաքականությունը ինքը շարունակում է։ Պարտադիր չի, հասկացեք, այսօրվա դարում հայերն են մենակ պատկերացնում, որ եթե դու մի տարածք ուզում ես իշխել, պարտադիր այդտեղ պետքա տանկեր մտցնես։ Բոլորը հասկանում են, որ տարբեր մեթոդներ կան, ցանցեր են խելացի գործիչները, խելացի պետությունները առանց տանկերել, այսօր օրինակ ամերիկյան այնպես չի, որ տանկերը ամբողջ աշխարհում են։ Իհարկե կան մի շարք երկրներ, բայց ազդեցությունը 10 անգամ ավել պետություններում է։ Եվ նույն ձևով Ադրբեջանն էլ, քանի որ ինքը իրեն արդեն պատկերացնում է տարածաշրջանային գերտերություն, ինքը փորձում է օրինակ իր ազդեցությունը տակ գցել Հայաստանը, վստահ եղեք Հայաստանից հետո նույն ակտիվությամբ ինքը զբաղվելու է Վրաստանով, հետո փորձելու է գտնել այլ պետություններ, որոնց վրա կարող է ազդել։ Այսպես ախորժակը բացվում է ուտելու ընթացքում։ Ասվածը իհարկե չի նշանակում, որ Ադրբեջանը այսպես ձևակերպենք, անպարտելի է ու ոչինչ չի կարելի անել նրա դեմ, որովհետև սա թյուր կարծիք կարող է ստեղծել մեզ ես ասում եմ այն ինչ ինքը փորձելու է անել։ Ես չեմ ասում, որ դա իր մոտ հաստատապես կստացվի, բայց օրինակ 5 տարի է Հայաստանի առումով այն ինչ որ ինքը փորձում է ինքը կարողացել է կյանքի կոչել։ Հետո նույն ասենք Վրաստանի առումով ես օդից չասեցի, Վրաստանում ադրբեջանական համայնքը ուրեմն միակ համայնքն է, որը ստաբիլ աճ է տալիս, այսօրվա դրությամբ Վրաստանում հենց որ Վրաստանի վրացի բնակչության թիվը նվազում է, ադրբեջանական բնակչությունը արեալի թիվը աճում է, արդեն մոտավորապես ինքը շուտով կես միլիոնի կարգի կկանգնի, որը հասնում է ընդդեմ Պարնեուլից Թիֆլիս, Վրաստանով են անցնում ուրեմն կարելի ասել ստրատեգիական Ադրբեջանի էներգակիրները եւ այս առումով Վրաստանը թուրքական աշխարհից կախվածության մեջ է, մի կողմից Ադրբեջանը վերահսկում է Մարնեուլը, մյուս կողմից Թուրքիան վերահսկում է Աջարյան, որովհետև այսպես պատմականորեն Աջարյան մի քանի հարյուրամյակ եղել է Օսմանյան կայսրության կազմում, եւ այս կապակցությամբ դրա համար Վրաստանի օրինակը ես օդից չբերեցի։ Ես նկատի ունեմ, երբ չկա հակազդեցություն, բնականաբար ձեր նշած սցենարը հեշտ կերպով իրագործվում է։ Այսօրվա դրությամբ Հայաստանի, ես այնպես չի որ Վրաստանի իշխանությունների կողմից էլ տեսնում եմ հակազդեցություն, այլ հարց որ Վրաստանի իշխանությունները շատ ավելի զգույշ են գործում։ Բայց ամեն դեպքում համեմատելի չէ այն քաղաքականության հետ, որը այսօր տանում է ՔՊԱ-ական իշխանությունը։ Նայեք, քանի որ, չէ, դա այլ պատմություն է։ Ուրեմն, բայց նայեք, քանի դեռ Ադրբեջանը զբաղված է Հայաստանով, Վրաստան դեռ հանգիստ է։ Բայց հենց որ Ադրբեջանը վերջնականապես կլուծի հայկական հարցը, վստահ եղեք, որ մի առնվազն մի 5-10 տարում կլուծի նաև նույն ձևով վրացական հարցը։ Վստահ եղեք։ Երկու պետությունները պետք է խելք ունենային այս առումով համատեղ դիմագրավել այդ վտանգին, բայց այսպես ասած այդ քաղաքականությունը այսօրվա դրությամբ համատեղ գործելու չի երևում։ Դե այսօրվա դրությամբ Հայաստանը անգամ կոնյակի արտահանման հետ կապված Վրաստանի հետ խնդիր չի կարողանում լուծել, ինչ մնաց թե ձեր նշած համատեղ քաղաքականությունը։ Դե դա առաջին հերթին, գիտեք, ես երբեք որևէ պետության, մեր դիմացի պետության, երբեք չեմ մեղադրել։ Անգամ ես երբեք օրինակ չեք լսի, որ մեղադրեմ Թուրքիային, Ադրբեջանին, ինչի, որովհետև ամեն պետություն իր շահը ունի եւ ադրբեջանցին հաստատապես պարտավոր չի, Իլխամ Ալիևը հաստատապես պարտավոր չի հաշվի առնել հայերի շահը։
Ես եթե մեղադրում եմ միմիայն սեփական իշխանություններին։ Այո, մենք դրա մասին ենք հիմա խոսում։ Սեփական իշխանություններին, որոնց վարած քաղաքականության արդյունքում է, որ մեր հակառակորդները այս կարգի հավերկել են։ Եվ վերջին հարցը այս համատեքստում աշխարհաքաղաքական իրավիճակն էլ է փոխվում եւ տարածաշրջանում իհարկե շահեր ունեցող մեծ պետություններին ձեռնտու չէ Ադրբեջանի, ինչպես դուք բառը օգտագործեցիք, հա, այս կարգի հավրկած լինելը ու նրանց պետք է նաեւ հակակշիռ ունենալ այս տարածաշրջանում, Հարավային Կովկասում, այս տեսանկյունից ինչ հնարավոր սցենարներ եք պատկերացնում, նաև կապված Հայաստանում ներքաղաքական հնարավոր գործընթացներով։ Նայեք, սցենարները, գիտեք ոնց է, սցենարները բազմաթիվ են։ Այսօր կանխատեսել, թե որ սցենարով կգնա եւ Հայաստանը որից կօգտվի, դժվար է ասել։ Նրանք սցենարներից մեկը, ասենք, պատկերացեք Արևմուտքը վերջի չկարողանա պայմանավորվել Իրանի հետ։ Չնայած այս պահին իրադարձությունը գնում է պայմանավորվածության։ Այդ պարագայում Արևմուտքին Ադրբեջանը Իսրայելին Արևմուտքին խիստ պետք է լինի։ Սցենարներից կարող են լինել բազմաթիվ այլ սցենարներ։ Հիմա կանխատեսել, որ սցենարով իրավիճակը կգնա, դա անշնորհակալ գործ է։ Հայաստանին պետք է ընդհանրապես այս պահին ներքին առումով զարգանալ, ստեղծել հզոր բանակ, հզոր տնտեսություն, այսպես ասած, դեմոգրաֆիայի վրա աշխատել եւ այլն։ Դա է պետք, հենց որ դու քեզ ինչ-որ բան ես ներկայացնում, դու կարող ես ցանկացած սցենարի մեջ տեղավորվել։ Իսկ եթե քեզնից ոչինչ չես ներկայացնում, ինչ սցենար էլ տեղի ունենա, դու այդ սցենարներից չես օգտվի։ Այ հարցը դրանն էր ուղղված, պարոն Կիրյան, որ այնպես չէ, որ ամեն ինչ, այսպես ասած, կորսված է ու մենք շանս չունենք։ Հարցը նրանում է, թե դու ինչպես ես կարողանում բացված հնարավորությունները օգտագործել ի շահ քո ազգային պետական։ Նայեք, այս իշխանությունների առումով ինչ որ բան, այսպես ասած, նախանշելը շատ անշնորհակալ գործ է, որովհետև բոլոր եղած հնարավորությունները անգամ այս իշխանությունները, այսպես ասած, հաշվի չեն առնի, իսկ վատի եւ վատագույն ամենասցենարներից իրանք միշտ կընտրեն ամենավատագույնը։ Խոսքը իհարկե ապագա իշխանության մասին է, ոչ թե այս իշխանության, սրանց հետ ամեն ինչ պարզ է։ Ապագայի հետ կապված, այսպես հենց որ կլինի ապագա իշխանություն, նոր կհասկանանք։ Իսկ կոնկրետ ես մի օրինակ բերեմ, որ պատկերացնեք, ասենք, այս իշխանությունների գեոքաղաքական հասկացողությունների սնանկություն։ Այսօր աշխարհում, ասենք, Արևմուտքում, ԱՄՆ-ում իշխանության է եկել մի թիմ, որը շատ կարևորում է հենց, այսպես ասած, եկեղեցուն։ Այս իշխանությունները ինչ որ առումով գնալով դեպի Արևմուտք, իրանք փաստացի խփում են եկեղեցուն, հասկանում եք, ինչը Տրամպի իշխանության այդ թիմի համար շատ կարևորագույն ինստիտուտ է, ի տարբերություն նախորդների։ Հիմա իրենք եթե ունենային որևէ գթածակ, կհասկանային, որ այս առումով եթե նույն եկեղեցին Արևմուտքի առումով հետ կարողանա արդյունավետ աշխատել, դա կարող է բերել Նիկոլ Փաշինյանի համար ծանրագույն հետևանքների։ Հենց այս կապակցությամբ, ինչը ես մատնանշեցի։ Այսինքն այստեղից նաև կարելի է եզրակացնել, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ինչպիսի սնանկ պատկերացում ունեն գեոքաղաքականության եւ համաշխարհային գործընթացների մասին։ Շնորհակալություն վերլուծության համար, հարցազրույցին սպասեք վաղը։